վերադարձանք շատ կարևոր մի նորության մասին խոսելու ու եւս մեկ անգամ առիթ օգտագործելու մի գեղեցիկ արվեստի անդրադառնալու։ Չէ՞ որ ապրիլի 29-ը համեստություն ես անում։ Մի քիչ ուզում համեստություն անեմ, բայց չեմ ուզում նաեւ համեստություն անել, որովհետեւ ապրիլի 29-ը, չէ՞ որ։ Բարի միջազգային օրն է։ Այո, եւ հիմա հրաշալի հնարավորություն ենք հենց այդ օրվան իրականացվող միջոցառումներին եւ իրադարձություններին անդրադառնալու շատ մանրակրկիտ, քանի որ մեր տաղավարում ունենք կարևոր հյուրեր։ Նախ Արտուր Նեհարությունյանը մեր տաղավարում, Երևանի թատրոնի կինոյի եւ պետական ինստիտուտի խորեգրաֆիայի ամբիոնի դասախոս, որը հավատալի մնալով իր սկզբունքներին մենք ամեն տարի նախ օրերին տոնական օրերի հանդիպում ենք եւ զրուցում եւ մեր շատ սիրելի Արմեն Սարգսյանը ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի տնօրեն։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Դերևս անդրադառնանք ամսի 29-ին սպասվող միջոցառումներին, մի շարք հետաքրքիր նորություններին եւ անակնկալներին, հետո ավելի մանրամասն զրուցենք։ Ապրիլի 29-ին նախատեսվում է Հանրապետության հրապարակում 16:00-ից կսկսենք այդ օրը մեր միջոցառումները, որովհետև այդպես միջոցառումների շարք է լինելու, եւ 16:00-ին Հանրապետության հրապարակում 3000 հոգի կպարեն 3 ավանդական պարեր, Հարսխանե, Քոչարի եւ Արզումանի պարերը կներկայացնենք, որից հետո 3000-ն էլ բոլորը պրոֆեսիոնալ պարողներ են։ Խմբերից, հա, պրոֆեսիոնալ չէ այդպես, մարզերից եւ Երևանի խմբերից, ինչպես նաեւ բուհական համակարգերից ներառել ենք ուսանողներին։ Նախապես վստահ եմ, որ այդ բոլոր խմբերը արդեն հայտ են ներկայացել եւ պարերը ուղարկվել էր, որպեսզի նրանք սովորեին։ Միանշանակ, մենք հոլովակներ էինք պատրաստել եւ քանի որ շատ կարճ ժամանակ ունեինք պատրաստվելու համար, հոլովակների միջոցով կարողացանք բոլորին ընդգրկել, մոբիլիզացնել եւ պատրաստել այս թեմային եւ այս նպատակով, ինչպես նշեցի, նաեւ բուհական համակարգից ներառել էինք մանկավարժական համալսարանի ուսանողները կլինեն եւ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, խորեգրաֆիայի ամբիոնի ուսանողները կլինեն նաեւ բոլորս միասին այդ օրը մեծ Ինչպես ընտրվեց հենց այդ 3 պարերը։ Ինչու հենց այդ 3 պարերը։ Քանի որ պարերը ավելի մատչելի էին եւ ժամանակը քիչ էր, մենք պետք է ընտրենք այնպիսի պարեր, որ բոլորը հեշտ կսովորեին եւ կկարողանայինք որակով ներկայացնել ամեն ինչը եւ հենց երաժշտության մեջ ընդգրկել ենք հուշող ինչ-որ հեյեր, որպեսզի բոլորը հասկանան, օրինակ, որ ավարտվում է այս պարը, անցում է կատարով մյուս պարին, որ հնարավորինս հավասար պարենք ու գեղեցիկ ցուցադրենք։ Նկարահանումը նաեւ կլինի վերևից դրոններով եւ այս 3000 հոգին շրջաններով են պարելու, 7 շրջանով են պարելու ու հենց վերևից շատ սիրուն կլինի այս 7 շրջանները, փոքրից մեծ 7 շրջաններ եւ հենց 7-ը սիմվոլիկ թիվ է, հայերի համար հաջողության թիվն է 7-ը, պատահական չենք ընտրել 7 թիվը եւ ամեն ինչը հենց իր սիմվոլիկայի մեջ ընտրված։ Նախապես արդեն ամեն ինչ պլանավորած, ամեն ինչ արդեն գծագրած։ Ես կարծես ինչ-որ բան բաց եմ թողել։ Ապա Ներողություն եմ խնդրում կանխավ, բայց չգիտեմ ինչի է հայերի համար հենց 7 թիվը, հաջողության թիվը։ 7 քար խաղացել ես փոքր ժամանակ։ Ու ոչ միայն 7-ը, 3-ը, 7-ը եւ 40-ը հենց հայերի համար 3-ը, 7-ը եւ 40-ը։ Բայց 40-ը այդքան է չենք սիրում։ Չենք նշում 40-ը, ինչ-որ sense 40, Ինչով է դա պայմանավորված։ Ծնունդի հետ կապված էլ ունենք, որ 40 ենք նշում եւ այլն։ Ավելի խորը ես գիտեմ միայն այս մասով, որ սրանք համարվում են հայերի համար հաջողության թվեր ու հենց 3 շրջան հարսանիքների ժամանակ պարել են, 7 շրջան պարել են հարսի փեսայի հետ միասին հարսանիքների, որպես հենց հաջողության խորհուրդ ունենալով։ 7 օր 7 գիշեր։ Այո, 7 օր 7 գիշեր, հենց 7 թիվը։ 3-ը երրորդությունից։ Չէ, իրականում սիմվոլները կան, բայց ավելի մանրամասն մենք էլ մի օր կանդրադառնանք։ Համաձայն ես։ Ես կշփվեմ 7-ին արհեստական բանականության պոստված ընկերոջ հետ եթերից հետո, բայց վերադառնանք ապրիլի 29-ը։ Համագործակցության մասին նաև ինչպես եղավ, որ Արտուրը վստահ եկել է ձեզ մոտ ու այդ համագործակցությունը ինչպես եղավ, նաև ձեր մասնակցությունը։ Դե յուրաքանչյուր տարի ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնը անդրադառնում է ապրիլի 29-ին, որովհետեւ հենց պարողների օրը մեզ մոտ էլ
կարելի ասել հիմնարկի զգալի հատվածը պարող է, բարի պետական անսամբլ, երկի բարի պետական, բարեկամություն պետական անսամբլ եւ այս տարի նախարարությունը բնականաբար հարցադրում, առաջ քաշեց ինչ է կանելու ու փոխնախարարի պարոն Դանելյանի հետ ընդհանուր ժողով կայացավ եւ այս միտքը եկավ, որ ֆլեշմոբի տեսքով անցած տարի որովհետեւ արել էինք ֆլեշմոբ, բայց հրապարակի ֆորմատը մեծամասշտաբ չէր եղել, որոշեցինք, որ հրապարակում հայկական 3 պարերը ներկայացնենք եւ որից հետո կրկին ֆլեշմոբեր կլինեն 5 լոկացիա ընտրել ենք, այո, կինո Մոսկվայի հատվածում, հյուսիսային Պողոտայի հետ Աբովյան խաչմերուկում, նախարարության դիմաց օպերայի հրապարակում, նաեւ Սպենդիարյանի անվան, Սպենդիարյանի տուն-թանգարանի մոտ Եվ այդ ֆորմականի, որ Արտուրը արդեն մեծ փորձ ունի, նաև մեր պարողներից եղել բարեկամություն պետական անսամբլի, արդեն ծանոթ էինք, մենք ու իրեն առաջարկեցինք ու կարծում եմ պատվով դուրս կգա։ Բայց շատ բավականին հագեցած ծրագիր է այդ օրը սպասվում ամբողջ քաղաքում, թե զբոսաշրջիկներին, հյուրերին մոտիվացվող, ծանոթացնող, նույնիսկ Ստրասբուրգի հայ համայնքներ միացել, ասեց մենք այդ օրը կմիանանք ձեր ֆլեշմոբին, Ստրասբուրգում են բարելու, չէ, այնտեղ են բարելու։ Անում եք իր երկրում։ Այդ շատ ողջունելի է, որովհետև հայ համայնքները տարեստարի որ միանան, բավականին տենց հայերը բարի միջազգային օրը ասելիք կունենան ամբողջ արդեն աշխարհում, կարելի ասել։ Հետաքրքիր արձագանքը մեծ է։ Նաև միություններն են միացել, երկու միությունները, պարոն Կարեն Գևորգյանը եւ պարոն Գագիկ Մխիթարյանը իրենց խմբերով, կարելի ասել, Սոֆի Դևոյանը իր սաներով, նանեները հայտնի մանկավարժական համալսարանի սաները, թատերական, թատրոնի կինոյի պետական ինստիտուտի սաները, բոլորը միացել են եւ կարելի ասել Երևանը այդ օրը կպարի միջազգային օրը։ Նաեւ տուրիստներին կպարեցնի։ Այո, իհարկե։ Այո։ Սփյուռքի համագործակցությունը մենակ դայեր ինչ որ քիչ առաջ ասեցինք։ Սփյուռքի հետ ես զուգահեռ այս ամենին ես արդյունք մի տարի կլինի պատրաստվում եմ ընդգրկելով Սփյուռքի հայերին մեկ հոլովակի մեջ եւ այս առումով կա համագործակցություն Սփյուռքի հայերի հետ, որ 18 պետություններում, որտեղ ապրում են հայերը կան հայկական խմբեր, նկարել են 3 ավանդական պար տվյալ երկրի խորհրդանիշ կառույցի մոտ, օրինակ Ֆրանսիայում Էֆելյան աշտարակի մոտ, այսպես ամեն երկրում հայերը նկարել են այս պարերը եւ Հայաստանում մենք 215 հոգով Մայր Հայաստանի մոտ նկարեցինք ու այսպես հոլովակը ստացվում է Մայր Հայաստանի հովանու ներքո հավաքվել են ամբողջ աշխարհի հայերը եւ ցույց են տալիս ազգային դիմագիծ ինքը խորագիր ունի կոչվում է Պարի տոնը ազգային ոգով, որը որ ես ամեն տարի արդեն փորձում եմ պահպանել այս խորագիրը եւ նշենք այս խորագրով Պարի տոնը այս տարի մենք Նա կտեստենք այս ամենը վերջնական տարբերակով հոլովակը ապրիլի 29-ին 18:00-ին YouTube-ում կլինի պրեմիերա եւ կարող ենք տեսնել այդպես եւ լրատվականները կանադառնան նաև այս թեմային եւ հատվածներ կցուցադրենք խոսեն այս մասին ու իդեպ ոչ միայն Հայաստանում գործող լրատվականներ, այլև հենց այն պետությունների 18 պետություններից, որոնք որ ընդգրկված են ցանկում, այդ երկրների լրատվականները նույնպես կխոսեն հայերի մասին, որպեսզի եւս մեկ անգամ խոսեն մեր մշակույթի մասին, մեր երկրի մասով անդրադառնան նաև ինչու՞ չէ։ Եվ հրաշալի առիթ է, որ սփյուռքահայությունը եւս ներգրաված է։ Այո։ Իդեպ գալիք տարի մենք ուզում ենք միջազգային, հենց բարի միջազգային օրը հենց միջազգայնացնենք եւ միջազգային բարի փառատոն անենք, կազմակերպենք Երևանում, այո, տարբեր երկրներից իրենց ազգային խմբերը գան ու կարևոր է նյուանսը որ կա, որ Քոչարի բարեն բոլորը այստեղ որտեվ Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված է, հայկական պար է ու կարծում եմ հենց դրանով էլ պետք է մենք բոլորին Քոչարին սովորացնենք։ Այո, սովորացնենք, բարենք,
Կարծում եմ բարը միավորող արվեստ է, ես կարծում եմ, եւ դրա համար հենց բարի վրա ենք շեշտը դնում ու բարով փորձենք համախմբել եւ հայերին եւ Հրաշալի գաղափար է, մենք հուսով եմ, որ մինչև անցած մյուս տարի այս տարվա շրջանակներում նույնպես կհանդիպենք, որպեսզի ավելի մանրամասն խոսենք մյուս տարվա սպասվելիքներին, բայց այս իրականում անկեղծ ծրագրերը հագեցած է, կա ինչ-որ մի հարթակ, որտեղ որ մարդիկ կարող են ծանոթանալ, որ ժամին, որտեղ ինչ է սպասվում։ Հա, հարթակ Այո, մեր կենտրոնի էջերով ամբողջը հանրայնացված է ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի էջերով ժամերով գրված է 16-ից մինչեւ 17 այդ հատվածում հանրապետության հրապարակում է 18-ից Ամենտեղ այդ ամեն ինչը կարող է ձեր պաշտոնական կայքեջով ծանոթանալ, որտեղ ինչ է սպասվում։ Վերջում օպերա։ Բայց քանի որ խոսում ենք կենտրոնից, Արմեն, պետք է խնդրենք ձեզ, որ դուք նաև պատմեք ինչ նորություններ կա, որովհետև մենք գիտենք, որ բավականին հետաքրքիր նոր համագործակցություններ, նոր մտքեր, իրադարձություններ են սպասվում։ Այո, շատ հագեցած է մեր համերգային ծրագրերը, հյուրախաղերը, հենց վաղնել արդեն պատրաստվում ենք բարի միջազգային օրը մենք ակունք ազգագրական համույթը լինելու է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հենց պետական միջոցառումներ են այնտեղ 35-ամյակն է իրենց անկախության եւ ակունքը հայկական մեր ազգագրական բարերով կներկայանա հենց իրենց նախարարության հրավերով այնտեղ ենք լինելու իսկ առաջիկայում մայիս ամիսը շատ արդեն մայիսից լավ ծանրաբեռնված է կենտրոնը բավականին շատ համերգներ կան թե բարի պետական անսամբլը թե երկի բարի պետականը բարեկամություն պետական անսամբլը եւ Երևանում եւ Աղարշապատում համերգներ ունենք այդ կենտրոնի էջից ամբողջը կարող են տեղեկանալ նաև մայիսի 19-ին նշում ենք օպերային թատրոնում Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը մասնակցելու են բարի պետական, երկի բարի պետական հայտնի երգիչներ, ազգային նվագաների պետական նվագախումբը երգիչներից Մաշա Մնջոյանը, Մոնիկա Նազարյանը, Վարդան Բադալյան, Դավիթ Խաչատրյան, այսինքն բավականին մեծ ծրագիր է եւ մեր կոմպոզիտորին պետք է պատվենք, որովհետեւ 100-ամյակն է եւ Խաչատուր Ավետիսյանը նույնպես կհանդիպենք։ Այո, մեծ գործ է արել մեր երաժշտարվեստում, նույնիսկ պարարվեստում, հա, որտեղ բարեղանակներ է շատ գրել։ Առաջիկայում հունիս ամիսն է Գագիկ Կարապետյանի 75-ամյակը ունենք եւ օպերային թատրոնում կնշենք ամսի 15-ին հունիսի, 17-ից էլ Կրասնոդարում հյուրախաղեր ունենք այդ շրջանակներում։ Ամբողջ տարին չասեմ, որովհետեւ եթերը չի երիքի։ Իրականում այո, ոնց հասկացա շատ հագեցած է։ Այո, բարի միջազգային օրն է հագեցած, այնպես էլ տարին է կարծես հագեցած։ Մեզ մնում է ընդամենը հաջողություն մաղթել եւ բոլոր տեսակի տեղեկություններին ցելներս կարող եք պաշտոնական հենց կայքեջից օգտվել, թե նաեւ 29-ին սպասվող այդ մեծ միջոցառմանը, տոնական միջոցառմանը, որտեղ որ ժամին ինչ է սպասում, թե նաեւ Folk Music Dance.am այդ մեր կայքն է, այդտեղ ամբողջ ինֆորմացիան կա։ Folk Music Dance.am Շատ շնորհակալություն ձեզ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ մենք ինչ անենք այն։ Մենք երևի թե շարժվենք առաջ, որովհետև կամած մոտենում ենք եզրափակմանը։ Եզրափակման ենք մոտենում։ Հա։ Ինչ վատ է։ Երաժշտություն գանք Լավ, լսենք եւ երաժշտություն կորոշենք լսենք, հետո միասին։ հասկանանք։